Նայեք, թե ինչպես էր Պողոս առաքյալը հոգ տանում Աստծո մեզ տված առաքելության մասին։ Նա ասում է հետևյալը առաջի Տիմոթեոս 1:15-ում. ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսը աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Դուք պետք է ընդունեք եւ երբեք չկասկածեք Աստծո խոսքի մեջ։ Իրականում Պողոսը անցավ թույլատրելի սահմանը։ Նա համաձայնվեց մի նահատակի քարկոծել։ Սպանեք նրան, ասաց Պողոսը, բայց ավելի ուշ նա դարձի եկավ եւ նա հասկացավ իր արածը։ Եվ գիտեք թե ինչու նա դարձի եկավ, որովհետև եկեղեցին աղոթում էր նրա համար։ Աղոթեք այն մարդու համար, ով ձեզ հալածում է։ Սիրեք նրան ամբողջ սրտով։ Աղոթեք այդ մարդու համար անդադար, որպեսզի նա դարձի գա։ Այս մարդու կյանքից վռնդեք չարը եւ կտեսնեք, թե ինչպես Աստված կնորոգի նրան եւ կօրհնի ձեզ։ Աղոթենք։ Հայր, մենք աղոթում ենք բոլորի համար։ Մենք շատ թերություններ ունենք, Հայր, բայց ոչ, Աստված, մենք քո զավակներն ենք։ Մենք ուզում ենք կատարել քո կամքը, Հայր։ Ես հիմա կվռնդեմ ամեն չար ոգի, որ տիրում է այս մարդու ընտանիքում եւ կասեմ. չար, հիվանդություն, դուրս արի այս մարդու կյանքից Հիսուսի անունով։